Մեր այսօրվա հերոսը 14-ամյա Ազատն է, որը հոր հետ Կոտայք գյուղից հասել է սահմանամերձ խնձորուտ ֆերմերներից մեկի անասունները պահելու, թշնամու կրակոցների և գազանների հարձակումների սպառնալիքի տակ։ Չի նեղ սրտում, խիղճը հանգիստ է, որ ընտանիքի համար թեկուզ այդ գնով հացի գումար է վաստակում։ Իսկ երբ մայրը նրան ուտելիք է տանում, առաջինը սահմանին կանգնած զինվորին է հյուրասիրում։ Կոնֆետներն էլ ձիուն է տալիս, որը քանիցս փրկել է կյանքը։ Շատերն են այս տղայի մասին հիացմունքով խոսում։ Անգամ կենդանիներն են սիրում։ Ճիշտ է, ձին մնացել է խնձորուտում, բայց Ազատի տունդարձին ամենաշատը նաև այս շունն է սպասում ու տեսնելուն պես գրկում։ Ազատն ասում է, երկու հավատարիմ ընկեր ունի և երկու պաշտպան՝ ձին ու շունը։ 5 ամիս շանը պահում է, մի օր դաշտից գալուց տեսա, ելավ դեմս փոքրիկ էր, ես մեղքս եկավ բերեցի տուն, ճիշտ է այս մերոնց եմ օգնում, բայց իմ միակ օգնողները իմ շունն իմ ձին են, շունս ասենք իմ հետ դաշտ է գալիս, շատ հնարավոր է, որ գայլը կարա հարձակվի իմ վրա, ինքը պաշտպանի ինձ։ Կանֆետ ենք պահել, քաղցավենիք, գալիս է ասում էր, մամ կտաս կանֆետ ուտեմ, ասում եմ, խի չեմ տա, վերցնում էր որ տաներ, տեսնում էի, կտամ, սենց ձեռքի մեջը ափի մեջ պահած ձիուներ կերակրում։ Եղել է պայր որ իրա վրից ես ընկել եմ, ասենք ուրիշ ձիերի պես չի փախել, ինքը կանել է կողս, մի հատ էլ ինձ խփել է, ասենք հելի, ոչինչ։ Ազատին դեռ կանրադառնանք, միջև այդ նշենք, որ նրա 8 հոգանոց ընտանիքը ապրում է Կոտայք գյուղի այս խարխուլ տնակում։ Միջև այդ ապրել են գյուղի կենտրոնում, սակայն հորեղբայրը վաճառել է հայրական տունը և 5 անչափահասներին ծեծելով փողոց շպրտել։ Երեխաների հղի մայրը Գայանեն ևս զերծ չի մնացել ծեծից։ Մենք դուրս չէինք գալի, ոչ մեկը, թե երեխեքին վերցնեմ որտեղ գնանք, փողոց մնանք, թե մեզ չի հետաքրքրում, քաշելով, մեզի պետք է դուրս գաք, այդպես մեր վեշերը հանելով փողոց լցրել են, հողի վիճակում եկե ծեծել են, եկե վիրավորանք խոսքեր են ասել։ Հայտնվելով փողոցում Շահնազարյաններն ապաստանել են սարերում, ուրիշի անասունները պահելով գոյատևել, բայց հացն էլ կյանքի գնով են վաստակել։ Մի քանի անգամ փրկվել են արջերի ու գայլերի հարձակումներից։ Իսկ Գայանեին հղիության ընթացքում Կոշ գյուղի ֆերմերներից մեկն այնքան է աշխատացրել և անմարդկային պայմաններում պահել, որ երեխան ծնվելուց 20 օր անց մահացել է։ Ավելին այդ գազանը մինչև այսօր նրանց չի վարձատրել։ Կով կթելուց, կովի տակ ցավերես որ բռնում է, ազատվում եմ ու 3 օր հետո ինձ բերում է նորից սար։ 20 օրեկան էր երեխան, մենք սարերում ենք որ աշխատում ենք, այնտեղ դե ցուրտ, սկվազնակ, լույս չկար, մոմի լույսի տակ էինք։ Երեխան երևի իմ կարծիքով այնտեղ սարեց ու տենց թոքաբոր միանգամից ընկավ։ Էդ էլ մեր հացի գինը։ Իսկ երբ նրա 8-ամյա որդին Արտյոմը պատմեց, թե ինչով է տարբերվում հասակակիցներից, ազդվել և զարմացել էինք այս փոքրիկի հասուն մտածողությունից։ Իմ ընտանիքը քանդվում է, որովհետև իմ քուրիկները մեզի մենակ են թողում, բոլորը գնում են, մեկը կար, որ հետը մշտականապես շատ էի կռվում։ Այդ տղու մատիտները գողացավ, բայց մեղքը գցում էին իմ վրա դպրոցում, որ ես դոմիկում եմ ապրում, գիտեն, թե ես ամենաթույլն եմ, ընկերներս ուզում են մեղքը գցեն իմ վրա։ Երեխաները դպրոցում ինձ ասում են, դու դոմիկում ես ապրում, դու շատ փողոցային ես, չգիտեմ, բայց ես դրանից նեղվում եմ, որ ինձի տենց բան են ասում։ Գայանեն կտվորությամբ է զբաղվում, չնայած ինչ գործ առաջարկում են ընդունում է։ Ձմռանն աշխատանքի առաջարկներ չի լինում և ընտանիքը մի կերպ պայքարում է ցրտի և սովի դեմ։ Ճիշտ է, ամուսինն ու որդին աշխատում են, բայց ոչ հացի խնդիր են կարողանում լուծել, ոչ էլ կացարանի։ Դուստրերից երկուսն էլ 16 տարեկանում ստիպված ամուսնացել են, բայց այդ փաստի հետ ծնողները մինչև այսօր չեն համակերպվում։ Սոված օրերը բացի մենք չենք ունեցել լույս, օր ա եղել մենք չենք ունեցել, իմ երեխեն առանց լույս, մոմի լույսի տակով դաժե դաս ա արել, չենք ունեցել վառելիք, փայտ, հոսանք։ Միջև Ազատի հետ զրուցելը տեղեկացել էինք, որ 9 տարեկանում թողել է ուսումը և մտադրվել էինք հանդիմանել։ Ընդամենը 14 տարեկան է, բայց շփվելիս հասկացանք, որ կյանքի մեծ դասեր է ստացել։ Աչքերը հեռուն էին նայում, հոգեկան և ֆիզիկական տանջանքից կոպտացել էին Ազատի ոչ միայն ձեռքերը, այլև դիմագծերը, բայց սիրտը փխրուն էր մնացել։ Նրա հետ զրուցելիս ոչ մի հանդիմանանք մեզ թույլ չտվեցինք, քանի որ այս պատանին միայն հարգանքի է արժանի։ Ես դրոցից հելա, որ եթոմ աշխատեմ, մի բան հետ գցեմ, էլի իմ պապային օգնեմ, մի բան սարքենք։ Սարեմ գնացել, ես անասուն եմ պահել, անգամ էլի մաման վատացել էր, ես եմ իրա տեղը
կով եմ գթե։ Համագյուղացիներն իրենց երեխաների դաստիարակության հարցում Ազատին են օրինակ բերում։ Ես վաղ փոքր էի, եմել են ասում, վաղ այս խոտերի մեջ չէիր երևում, դու ոնց էիր այդքան անասունը պահում։ Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե պայքարով ինչի է ուզում հասնել եւ ինչ ապացուցել, կրկին տղամարդուն վայել պատասխան հնչեցրեց։ Մի հատիկ տուն բան չէ, ես կարողանամ սարքեմ։ Դրանով ում ինչ ես ուզում ապացուցես։ Դրանով հենց մեկը էս գյուղացիքին։ Ինչ ես ուզում։ Եթե իմանան, որ իրանք տունը նստած կարում եմ, բայց ես աշխատում եմ քրտնաջան, ուզում եմ, որ դասից այսօր կտրվել եմ ինչի համար, իրանք ինձ ասում են, ի՞նչ ես գալի դասի։ Ես ասում եմ, լավ եմ անում, ուզում եմ անեմ, որ իմ քուր աղբորը չի, ես լավ ուսումի տամ, տան մեջ ապրեն, որ ցուրտ չլինի, չմրսեն, չհիվանդանան, հետո այդ փողը չտանեմ, ես հիվանդանոցին տամ։ Թող իմանան, որ ես ինչ թասիբով եմ անում իմ քուր աղբոր համար։ Ճիշտ է, ես ամեն ինչից հայելի կդրվեմ, ինձ պետք չի, բայց գոնե իրանք թող լավ ապրեն։ Աստծո ամենամեծ պարգևը կյանքն է, բայց կան մարդիկ, որոնց համար դիմացինի կյանքն ավելի թանկ է։ Հոգսն ավելի մեծ, անհոգ կյանքն իր տանջանքից կարևոր։ Այս 14-ամյա պատանին հենց այդպիսին է, որը 10 տարեկանից հոգսնուսերին կռիվ է տալիս դժվարության, ահու սարսափի դեմ, բայց ոչ թե իր, այլ ծնողների, քույր եղբայրների համար։ Ու այդքանից հետո նեղսրտում, որ արածը քիչ է, այս տղան բացառիկ մեծ սիրտ ունի։ Դա զգում են անգամ կենդանիները ու պատահական չէ, որ այս շունը միայն Ազատին է համբուրում։ Ու հենց սիրտը, Աստված տա մի օր էլ Ազատը մարդկանցից նման ուշադրության արժանանա, եւ գուցե այդ ժամանակ ինքն էլ հասկանա իր զոհողության գինը։ Մեր հաղորդման շրջանակում բարերարների օգնությամբ հաջողությունը շատերի դուրն է թակել եւ ուրախալի է, որ այդքանով չի սահմանափակվել։ Ֆրեզնոյից ժամանած Խաչիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց մեր հաղորդումներում ներկայացված 5 ընտանիքի $4000 գումար տրամադրել։ Տանկիսատ շինարարությունն ավարտելու համար գումար փոխանցեց Ռեմբո մականունը ստացած Գոհար Հովանիսյանին։ Շնչառական ապարատով ապրող աղասու կնոջը Մարինեին։ Տուն գնելու համար գումարի պակաս մասը փոխանցեց Արագյուղում ապրող Լալա տատին, որը խնամում է հոգեկան հիվանդ որդուն եւ նրա երեխաներին։ Սոցիալական խնդիրներ լուծելու նպատակով օգնեց ծնողների մահից հետո դագաղագործությամբ զբաղվող Արսեն Խաչատրյանին։ Կարեն Հովանիսյանին էլ գումար տրամադրեց պապի բուժման համար։ Նշենք, որ 5 անչափահասների ծնողները մահացել են, իսկ նրանց միակ խնամակալը Մուրադ պապը օրեր առաջ նորից ուղեղի կաթված է ստացել։ Երբ որ ես եկան հունիսին շատ դեսա որ իմ հայ ասկս քիչ օգնություն պետք ունի, շատ օգնություն պետք ունի։ Եվ յետքացի ես Ամերիկա, ինգերներս ուսի որ պետք է օգնենք։ Կոլրի ամեն ինգերիս 1-200, 1-500, 1000 եւ օդարները, աստրամի գես օդարները դվավ։ Եվ մեկ ինգերմ ունի մազլում է, ինքնալ դվավ $300, քանի որ գուզենք օգնելու։ Եվ ես երտամ բիդի փորձեմ օրգանիզացիոնը շինել, որ ավելի գումար առնենք, ավելի գնանք օգնել։ Բայց ես կուզեմ որ փերել հոս, որ վստահ լամ որ տրամամե մարդու երթագոր։ Արի ինձ շատ կարևոր է։ Տաթև Մեսրոպյան, Զորաբ Քարամյան, Սուրանկյուն։